Բոլորին բարի օր։ 10+ ֆորմատ։ Ուրեմն արդեն մի քանի վիդեո է։ Ես կոմենտարի բաժինը բաց եմ պահում YouTube-ում։ Ասում եմ ամեն մեկը թող մտնի իր կարծիքը գրի։ Ամեն մեկը իրավունք ունի կամային արտահայտման, հա? Բայց մի քանի լրբազավրներ կամ լրբազավրների որդիներ, դուստրեր իրանց իրավունք են վերապահում նախ համեմատականներ անցկացնել, հա? Այ մարդ, համեմատում եք, հələ լադնը, անցանք էյան, անցանք առաջ։ Բայց որ դուք մեծարգո ղախպազավարներ գնում եք, որ ես Նիկոլ եմ, էդի արդեն հաշվեք ես արել եմ ամենավատ, ասել եմ ամենավատ խոսքը 18+-ով ձեր հասցեին։ Ու հենց նույն մարդը, ով ինձ համեմատում է, խոսքի օրինակ դոգի հետ, հա? Հետո ինձ գրում է, դու դոգի պես Նիկոլ ես։ Դուք մարմնի որ մասով եք մտածում։ Այ միջգալակտիկական պոռնիկներ։ Ցույց կտաք իմ խոսալու մեջ մի պահ, որ ես ուրախացել եմ կամ զվարթացել եմ այն բանից, որ գաղութի պոռնիկը ձերբակալել է Բագրատ Սրբազանին կամ մեկ քանի այլ մարդկանց ու պատրաստվում է ձերբակալի Միքայել Աջապահյանին։ Ո՞ղ է նախապատրաստում դրա համար։ Ցույց կտաք մի հատ այդպես դրվագ, որ ես ուրախացել եմ։ Ես եթե ինչ-որ քննադատական պահով եմ մոտեցել, դա նշանակում է իմ մեջ կա նստած ինչ-որ նեղվածություն, որ թավի շեն տրծնում գաղութի բոզի հետ։ Երբ որ մայիսի 9-ին այդքան մարդ եկել հավաքվել էր հրապարակ, որ ծծծներ Նիկոլին, մարդկանց չեն ցրեմ տներով, այդ է իմ ասածն է։ Բայց ես երբևիցե չեմ արտահայտել կարծիք, որ ես որպես հայ ուրախացել կամ հպարտացել եմ, որ կրկնում եմ, գաղութի բոզ, չգիտեմ էլ, մարտի մեկի պրովոկատոր, վրեն շռած, գառլխած Նիկոլ Փաշինյանը ձերբակալել է Բագրատ Սրբազան։ Ես երբևիցե տես բան չեմ ասել։ Մտելեք, դու Նիկոլ ես, դու ես, դու։ Արա, կողխեմ համ Նիկոլին, համ ձեր նման մտածելակերպ ունեցող բոլորին, որ որևիցե մեկը կարա մտածի, որ ես Նիկոլ եմ։ Եթե ես Նիկոլ եմ, ուրեմն դուք Նիկոլի խորանարդ եք։ Էդ էլ ասեմ, որ հասկնաք դուք։ Որտև դուք են տեսակն եք, երբ որ գրառումով, հա, մարդկանց խնդրանք հորդորով ասին, հասարակ օրինակ, ախպեր, որպես հայ եկեք կանգնեք այդ դատարանի դիմացը, որ էթալու ասեն խոսքի օրինակ Արման Առաքելյանի դատը։ Հավաքվեց 15 հոգի հայ։ Բայց հաջորդ օրը ձեր նման Նիկոլները կոմենտ գրողներ գինու փառատոնի էին մասնակցում հազարներով հեղեղելով Երևանի փողոցները։ Այնքան որ խմեք, էթակ շինեք, շինվեք, ճիշտ է։ Այդքանով հանդերձ ես Նիկոլն եմ, դուք հայրենասեր եք։ Էլի եմ կրկնում, կողխեմ համ Նիկոլը, բառիս բոլոր իմաստներով, գաղութի բոզ Նիկոլը, համ ձեր նման մտածելակերպի տեր անձանց, եթե դուք մտածում եք, որ ես Նիկոլ եմ։ Կամ ով է դուք ուղեղի որ մասով եք մտածում, որ ասենք, ես իմ խոսալով կամ ես իմ ինչ-որ բանի մասին բարձրաձայնելով փորձում եմ խոսքի նմանակել կամ նմանվել Վարդան Ղուկասյանին կամ նույն ինքը դոգին։ Նմանակումների համար, այդ մարդում ներկայացնելու համար փառք Աստծո, ունենք շատ բոլորիս կողմից շատ սիրված Արամ Մանուկյան, մի հատ նիկոլական Հովանես Եսիմինչյան, որ նիկոլական է ոտով գլխով, Արամը չէ, այն Հովանեսը հա, որ մարդիկ շատ նման դոգի ձևերն անում են։ Խի ասենք, որ
Մարդ իրավունք չունի Գեղարքունիքի մարզի բարբարով խոսա, Սփյուռքահայի բարբարով խոսա, հա? Մարդ իրավունք չունի, որ խոսալու ընթացքում իր կողինի հետ խոսա առանց կողինին ցույց տալու։ Օրինակ իմ կողը խոսքի վաղոն է։ Այդ նշանակում է, որ ես փորձում եմ նմանակել դոգին, հա? Այդ կալիբրի մտածելակերպ ունեք։ Ես ինչ խոսում եմ իմ բառերով։ Ես ինչ ասում եմ, սխալ թե ճիշտ։ Միգուցե սխալներ էլ ունեմ իմ ասածների մեջ։ Ես այդ տարբերակ ընդունում եմ։ Որ կարամ սխալվեմ էմոցիոնալ առումով, հա? Նայելով թե ոնց են բարձրաստիճան հոգևորական ձերբակալում։ Բայց ազգին ընդամենը 0.0001% է վրդովում դրանից։ Բայց ես երբևիցե չեմ փորձել նմանակեմ այս կամ այն քաղաքական կամ հանրային գործիչին։ Իմիջիալոց։ Ինձ ընկերության հայտ ամեն անգամ ուզում եմ ասեմ, հայտ ուղարկելուց առաջ փորձեք օգտվել ձեր ուղեղի գործ բջիջներից։ Փակ էջերից, որ ձեր պրոֆիլը փակ է։ Ես ընդհանրապես չեմ ընդունում ոչ մի տրուկ։ Անենց չի, որ փեշերս կշտում ընդունում եմ։ 1670 հոգի տրուգի զայավկա նստած է էջիս վրա։ Երբ որ դրուգ եք տալի, բարի եղեք մեկ ձեր մեսենջերին նայեք, քանի որ դուք չունեք այդ հնարավորությունը ինձ գրելու, քանի որ համացանցում վխտում են թուրքերը և թուրքանման հայերը, որ կարող են ամեն հարմար պահի քֆուր գրեն, էս գրեն, են գրեն, դրա համար տենց եմ փագես, նասրուգեքը տենց եմ սարքել, երբ որ դրուգ եք տալի ու դուք որպես անհատ ինձ հետաքրքիր եք, ինչ որ մի տեղ, հա? Լինելով ինձ բացարձակ անծանոթ, բարի եղեք նայեք ձեր մեսենջերին, որ ես հասկանամ, հանուն ինչի ընդունեմ այդ ձեր դրուգի զայավկեն, հələ մի րոպե սպավառոտը մտնեմ, բայց իմ ներվերը խախտվել ես ու դու նավրավ ասում եք, որ գերեմ եք, դու էլ պալիտել ար, դու Նիկոլ ես, ես եմ Նիկոլը, ես որ Նիկոլ պաշտպանողը լեի, 1% Նիկոլին հավատացողը լեի, առավոտի ծիրիկուն Նիկոլի սաղուսատկածը չէի սարքի սեռական պալիգոնի դաշտ, հասկացաք, ես որ Նիկոլ պաշտպանող, Նիկոլ սատարողը լեի, թաքուն ձեր ասացի պես, երբևիցե դեմ չէի արտահայտվեն մտքի, որ ես բոզի տղուն մտի գլխից խպնվի, երբևիցե, հասկացաք, օրինակներով կարամ խոսամ, так что խելոք մնացեք, խելոք մնացեք անհատապես չկպնեմ ձեզ, էլ եմ ասեմ, ձեր կամքը արտահայտելու իրավունք ունեք, լիարժեք, դեմ եք ինչ-որ իմ արտահայտած մտքին, ախպեր դուք ձեր միտքը արտահայտեք, դուք այդ մամա դոմպաց հեռախոսադրեք ձեր դեմը, խոսացեք, ոնց որ ես եմ խոսում, ձեզ ով արգելում, ես էլ մտնեմ մեծ հաճույքով կամ մեծ տհաճությամբ լսեմ ձեր խոսալը, արտահայտվեք, ձեր բողոքը արտահայտեք, ձեր գոհունակությունը, խոնարհվեք ձեր Նիկոլի առաջ գաղութի պոռնիկ, որ մի ողջ ազգի սարքել է խայտառակ, մի ողջ ազգի, կաթողիկոսը դուքա պուպուլես ցույց տամ, դո քունեմ մամատ Նիկոլ Փաշինյան, քունեմ քո մաման, որ քո նման պոռնիկի տղուն չցրտեր, որ սաղ աշխարհը հայի վրա չխնդար, ագարգի տղա, հələ որ այսքանը, դուք շարունակեք մի հատ էլ հələ տենց կոմենտ գրեք կամ համեմատական, այն վաղ ես ուրիշ լեզվով կխոսամ, հələ էսի, это только цветочки,